Ամենակննարկվող թեմաներից մեկը Հայաստանում չափազանց ցածր մակարդակի բարձրագույն կրթության համակարգի բարեփոխման անհրաժեշտությունն է եւ գիտության վերակենդանացումը։ Ակնհայտ է, որ այլևս հնարավոր չէ շարունակել նախկինի պես, քանի որ երկրի գիտական ներուժը մեղմ ասած չի բավարարում պետության առջև դրված գոյաբանական խնդիրները լուծելու համար։ Կառավարության հավանությամբ առաջ մղվեց ակադեմիական քաղաքի կոնցեպտը, որը շուտով պետք է որ միսուարիում ստանա։ Համենայն դեպս կառավարության ներկայացուցիչներն են խոստանում։ Ունենք նաև առանձին արդյունքներ շարժունության, տրանսպորտային նախագծի մասով, քաղաքաշինական համապատասխան վերլուծություններն են արված։ Ամեն ինչ պատրաստ է, որպեսզի մենք սկսենք իրականացումը եւ մեր գործընկերների հետ միասին հստակեցված է նաև իրականացման ռազմավարությունը։ Ակադեմիական քաղաքի նախագծման աշխատանքների իրականացման համար հաջորդ տարվա բյուջեով $10 միլիոն ավելի գումար է նախատեսվել։ Պետք է կառուցվեն հարյուրավոր շենք-շինություններ, բուհական հաստատություններ եւ կից գիտահետազոտական լաբորատորիաներ։ Ամեն ինչ ինչպես ֆիլմերում։ Ռազմավարական մոտեցումը հետեւյալն է, որ նաեւ մասնավոր հատվածը հասկանա, որ սա ուղղակի հերթական PR ակցիան չի, սա լուրջ է եւ դրա համար պետք է կառավարությունը սկսի ներդրումներ անել եւ կառավարությունը կանի։ Մինչև այսօր ոչ ոք չի պատասխանում, թե այդ գումարները որտեղից է գալու, այդ մասշտաբի գումարներ Հայաստանը որտեղից է ներգրավելու։ Նույնիսկ եթե գտնվի գումար, ակադեմիական քաղաքում մոտավոր $1 միլիարդ պետք է ներդրվի շենքերի կառուցման համար, այսինքն ահռելի գումարներ են լցվելու երկաթ բետոնի մեջ։ Այլ շինություններում դեռ պետք է գիտական ենթակառուցվածքներ ստեղծվեն եւ կրթական process կազմակերպվի։ Դա էլ է ահռելի ներդրումներ պահանջում։ Իսկ ի վերջո լուծվելու են Հայաստանի առաջ ծառացած բարդագույն խնդիրները։ Մենք չենք տեսնում նույն կարգի որակի բովանդակություն, գիտություն, արտադրություն կապի մասին, չենք տեսնում հստակություն, գիտություն եւ անվտանգություն կապի մասին։ Այսինքն, երկիրը պատրաստվում է ահռելի միջոցներ ներդնել համալսարանների եւ գիտական ինստիտուտների նոր շենքերի կառուցման համար, սակայն պարզ չէ, թե ինչ կապ են ունենալու դրանք պետության առաջնահերթությունների հետ։ Օրինակ, Հայաստանը հիմա ունի պարենային անվտանգության, ջրային ռեսուրսների գալիք ճգնաժամին դիմագրավելու կամ ասենք ռազմաարդյունաբերական արդյունավետ համալիրի կառուցման խնդիրներ։ Պետությունը պետք է իջեցնի պատվերներ, որոնք կկատարեն մասնավոր կամ պետական ընկերությունները, նրանք էլ իրենց հերթին կդիմեն գիտական ինստիտուտներին իրենց անհրաժեշտ լուծումները ստանալու համար։ Գիտական ինստիտուտներն էլ անհրաժեշտ այդ լուծումների համար կպահանջեն մասնագետներ բուհերից։ Ահա այս շղթայական կապի մեջ ակադեմիական քաղաքի դերակատարությունը պարզ չէ։ Պետությունը դեռ ինչ մեխանիզմներ է ձևավորել առաջին հերթին, որպեսզի հասկանա, որ իրան պետքա օրինակ հայպերձայնային դրոն, դա մեկ, երկրորդը ինչ ֆինանսավորման մեխանիզմներ պետքա լինեն, որպեսզի այդ տեսակ գործունեությունը ֆինանսավորվի, ինչ տեսակ կատարողներ են պետք, որպեսզի այդ գործը անեն, այդ կատարողներ ունենք թե չունենք, եւ եթե չունենք, առաջին հերթին կմտածենք դա ձևավորենք։ Այսինքն գեղեցիկ բուհական շենքերը, առաջադեմ մեթոդաբանությամբ կրթությունը բուհերում, հետո հետաքրքիր աշխատանքը լաբորատորիաներում որևէ իմաստ չի ունենալու, եթե վաղն այդ ամենը չի ծառայելու պետության առաջ ծառացած կոնկրետ ռազմավարական խնդիրների լուծմանը։ Արմեն Նաթալյան, ժամը լրատվական։